Ինչպես չխճճվել դրսում համալսարան ընտրելիս, պետք է համբերատար լիներ process-ին, որտեղ ինքը բարդ, շատ ծավալուն process է։ Ասում ես հասցրեցինք, ասում ենք հասցո, սենց բան չի լինում, ես ոնց է կար, դա ասում ենք փաստորեն լինում է։ Կարելի է նաև խնայել եւ այդ գումարը չծախսել, դրա փոխարեն ինքնուրույն փորձել այդ քննությունները հասանելի դարձնել։ Ինչ այլ պահանջներ ունենում համալսարանները ու ոնց ենք մենք օգնում։ Շատ բարդ բան է որևէ մեկին ուղղորդելը։ Այդ կետին ոնց վերել ընտանիքին, որ անհասանելի չի դրսում կրթություն ստանալը։ Ողջույն բոլորին, ձեզ հետ կրկին ես եմ Լիդիան եւ EduNetwork-ի հիմնադիր Սաթինեն։ Այսօր մեր թվով երկրորդ ոդքասթն է եւ մենք այսօր քննարկելու ենք այն հարցը, թե ինչպես չխճճվել դրսում համալսարան ընտրելիս, ամենապարզ եւ դյուրըմբռնելի քայլերը, որոնք կհեշտացնեն ձեր կրթական ուղին։ Բարև Լիդիա ջան, ուրախ եմ նորից գտնվել քեզ հետ այս տաղավարում։ Արդեն հարազատ դարձած մեր խոսակցությունը վարել։ Ես էլ եմ շատ ուրախ։ Այսօր երևի սկսենք խոսել նրանից, թե սովորաբար երբ ուզում են, դրսում սովորել, այդ առաջին քայլերը, որոնք են լինում, գալիս են, չգիտեմ, զանգահարում են, գալիս են գրասենյակ, առաջին խորհրդատվական հանդիպումն է լինում, ոնց եք դուք սկսում ու ոնց եք, ես ձեր հետ աշխատելով նկատել եմ, որ դուք հենց առաջին 5 րոպեների ընթացքում կարողանում եք միանգամից յուրաքանչյուր ուսանողի համար մի հատ ընկալել ինքնով ու արդյոք այն ամեն ինչ իրանք ձեզ ներկայացնում են համապատասխան մտվյալ ուսանողին, թե ոչ, այդ ձեր super power-ի մասին էլ խոսենք, էլի մի հատ անդրադառնանք, թե դուք ոնց եք ուղղորդում այդ սկզբի 5 րոպեն ինչքան կարևոր է եւ ինչ դեր է խաղում։ Ճիշտ ասած, երևի թե փորձի բերումով է, մոտ 18 տարի է արդեն կրթական ոլորտում եմ, բավականին շատ դեպքերի եմ հանդիպել, շատ ուսանողների, ընտանիքների, արդեն ոնց որ թե փորձիցս ելնելով եմ կարողանում հասկանալ ում հետ գործ ունեմ, բայց հիմնականում նայր կան ուսանողներ, ընտանիքներ, որոշակի բաներ ճշտած, արդեն որոշակի քայլեր արած, մոտենում են գրասենյակ եւ կան ուսանողներ, որոնց պետքա ի սկզբանե ուղղորդել, այսինքն դու պիտի ամենասկզբից հասկանաս, թե ինչ ցանկություն ունեն, որոնք են նպատակները, ինչ ունեն տվյալ նպատակներին հասնելու համար արած եւ ինչն է պակաս, որ պիտի արվի։ Բնականաբար այն ամենակարևոր հարցերից ենք սկսում, որտեղ եք սովորում, մոտավոր ինչ մոգ ունեք, երբ եք պատրաստվում բուհ ընդունվել, որն է ձեր մասնագիտական կողմնորոշվածությունը, ինչ լեզվի եք տիրապետում, որ լեզվով պիտի սովորեք արտերկրում, որոնք են երկրները, որոնք դիտարկում եք, որ կուզեք այդ երկրներում ապրել, ինչ բյուջեի մասին է խոսքը, որտեվ ոչ պակաս կարևոր հարց է նաև, թե մաքսիմում ինչ բյուջե կարող են իրենք ներդնել ուսուցման մեջ, եւ այդ բոլորի հիմքով մենք արդեն որոշակի ուղղվածություններ, ուղղորդումներ կարողանում ենք անել, որովհետեւ սկսած ատեստատի տեսակից, վերջացրած ուսման լեզվի, ֆրանսերենով են ուզում, իսպաներենով են ուզում, լրիվ կրթաթոշակով են ուզում, պատրաստ են վճարել եւ այլն, լրիվ ուրիշ խորհրդատվության ուղի կարող է լինել։ Եվ նաև կան ուսանողներ, որոնք ընդհանրապես կողմնորոշված չեն, անգամ մասնագիտական կողմնորոշվածություն չունեն։ Այս դեպքում են մի քիչ ավելի բարդ է լինում, այո, բայց բացահայտել իրենց։ Այո, իրենց էլ փորձում ենք բացահայտել, փորձում ենք արդեն ուրիշ ձև ուղղորդել, որ դեռ քայլեր կան անելու, պետքա որոշակի քայլեր արվի մասնագիտական կողմնորոշվածություն ձեռք բերելու հարցում, որը ամենակարևորն է, հետո որ դրա վրա կարողանաս արդեն ձևավորել մնացած հարցերը։ Իսկ օրինակ այդ առաջին խորհրդատվական հանդիպումից հետո սովորաբար մենք խորհուրդ ենք տալիս research անել համալսարաններ, ինչի այդ research-ը կարևոր, որովհետև երբեմն հենց սխալ research-ի պատճառով ուսանողի ամբողջ ակադեմիական ճանապարհը կարող է ինչ-որ պահից շեղվի, դրա համար երբեմն երբ մենք խոսում ենք research-ի հետ կապված, որ հասկանան նույն ձեր նշած ինչքան բյուջե են նախատեսում տվել համալսարանը, ինչքանով է իրանց համապատասխան ու մնացյալ այլ ֆակտորները, երբեմն ուսանողը լուրջ չի վերաբերվում, դա ասում է դե լավ ինչ կա, որ գիտեմ, վարձը այսքան է, ինձ էսա պետք, բայց կասեք ինչի է կարևոր ու սխալ research-ը ինչ նեգատիվ հետևանքներ կարա թողնի իր հետևից։ Նայր, սխալ research-ը սկսած նրանից, որ տվյալ բուհը ատեստատ օրինակ չի ընդունում, կարող գալ մի բու
պահ, որ արդեն դիմելու process-ում դու հասկանաս, որ այդ process-ի մեջ պետք է չէր մտնել, որովհետև ատեստատը ուղղակի չի ընդունվում։ Դա ամենահայտնի սխալներից է, վերջացած նա, որ օրինակ կարող է ժամկետ բաց թողնես կամ օրինակ շատ հաճախ գալիս են այնպիսի սխալով, որ օրինակ Գերմանիայում գտնում են բաժին, որը վրական գերմաներենով, անգլերենով չի, իրանք դրա մասին տեղյակ չեն ու կանգնում են փաստի առաջ, որտեղ իրանք պետք է գերմաներենի իմացության TESDAF-ի կամ GOTE-ի սերտիֆիկատ, որը որ չունեն։ Ժամկետներն է շատ կարևոր, որ չխախտվի, այսինքն կան երեխեք, ովքեր որ նայում են օրինակ անցած տարվա ինֆորմացիան, դեռևս թարմացած չի լինում կայքում եւ այլն եւ ուղղորդում են այդ ժամկետներով ու կարող են օրինակ տարի բաց թողնել դրա հետևանքով։ Շատ կարևոր է ուսման վարձերը, որտեղ մենք նաեւ ունեցել ենք դեպք, երբ որ ուսման վարձը որոշակի որոշման բա փոփոխման ենթարկվել, բայց հիմնականում ուսման վարձերը ի սկզբանե հրապարակված են լինում եւ եթե դու տիրապետում ես այդ ինֆորմացիային նաեւ գիտես, որ օրինակ հասանելի կրթաթոշակներ չկան կամ կան քիչ կամ քեզ համար հարմար չեն, կարող է եւ դու հենց այդ ուղին չընտրես, հենց այդ բուհը չգնաս, հա։ Դրա համար մեկը մյուսից կարևոր փաստեր են, որ պետքա այդ research-ը գրեթե կարելի ասել ամենակարևոր փուլն է, հա, research-ը մեր հիմքն է։ Ճիշտ բուհը ընտրելը, ճիշտ խորհրդատվություն տալը, որ համապատասխանի ցանկությունները նպատակի հետ։ Այստեղ դուք խոսեցիք կրթաթոշակների մասին, էլի մեզ շատ հաճախ տրվող հարցեր են, թե հաճախ շատ զանգում են գրասենյակ, առաջին հարցն է, մենք ծրագիր ենք ուզում լիարժեք կրթաթոշակով կամ հենց ձեր մոտ են գալիս ու մենք պարզում ենք, որ իրենց ամբողջ նպատակն է, որ ունենան full funded ծրագիր, ոնց վերել ուսանողին ու ծնողին այն կետին, որ մի քիչ մեր պատկերացրածի նման չի, հա, կրթաթոշակները շատ տարբեր են, need-based կրթաթոշակներ կան ընտանիքի կարիքների վրա հիմնվելով, merit-based կրթաթոշակներ կան, չգիտեմ, իրենց ակադեմիական առաջադիմությունից ելնելով կրթաթոշակներ կան, այսինքն դրանք շատ տարբեր են ու շատ տարբեր հանգամանքներից են բխում ուսանողը կստանա, չգիտեմ, X տոկոս կրթաթոշակ թե չի ստանա, այ ոնց բերել այդ իրականությանը, որ հասկանա ուսանողը ու գա այն ընկալմանը, որ ինչքան էլ հա տենց գեղեցիկ է հնչում, շատ տարբեր պահանջներ կա, որոնց դու պետքա բավարարես։ Նայր, այսօր երևի դու էլ ես շատ հաճախ հանդիպում, օրինակ, չգիտեմ, ուսանող, որը գնացել է արտերկրում սովորելու եւ ուզում է կրթական խորհրդատվությամբ զբաղվել, հեշտ որոշակի ընտանիքների ուշադրությունը գրավելու համար առաջին ռիլը, որ նկարում է անվճար ուսուցում Իտալիայում կամ անվճար ուսուցում, չգիտեմ, Եվրոպայում, հա։ Բայց թե ինչ էր կա դրա տակ թաքնված։ Այո, ես ու դու շատ լավ գիտենք, թե այդ անվճար կրթությանը ոնց կարելի է հասնել։ Իրականում, այո, կան անվճար կրթության հնարավորություններ։ Ռեալ տարբերակ Այո, բայց անհրաժեշտ է այդ մեծ բայցը, անհրաժեշտ է, որ դու կարողանաս այդ կրթաթոշակի պահանջներին բավարարել։ Օրինակ, եթե դա ֆինանսական աջակցության ծրագիր է, քո ընտանիքը չունենա ֆինանսական բավարար պայմաններ եւ դու թղթերով կարողանաս ներկայացնես, որ այո, իմ ընտանիքը չունի այդ ֆինանսական բավարար պահանջներ եւ ես կարող եմ հավակնել ֆինանսական աջակցության ծրագրին։ Կամ դու ունենաս այնքան բարձր մոկ, որ դու կարողանաս դիմել տվյալ բուհի ակադեմիկ առաջադիմությամբ կրթաթոշակների կամ եթե հիմնադրամների մասին ենք խոսում, ելի ունենաս բարձր մոկ, շատ լավ ընդունված բուհի հրավեր եւ այլն եւ այլն եւ այլն, այսինքն կրթաթոշակ կա, բայց կրթաթոշակը ոչ բոլորին է հասանելի եւ դու պետք է համապատասխանես այդ կրթաթոշակին, որ կարողանաս գնալ տվյալ բուհում սովորել։ Իսկ ձեզ ընդհատեմ, կհիշեք հենց այս պահին առաջին դեպքը, որ կգա ձեր մտքին, որ չգիտեմ, եկել են ձեզ մոտ ու տենց գլխավոր պահանջ եղել են, որ գնամ ինչ որ միտեղ լավ սովորեմ, կարևորը կապ չունի որտեղ ինչ, կարևորը լինի լավ կրթաթոշակ, ինչ որ դեպք կգա, այս պահին ձեր երևի չգիտեմ, դու կհիշես, որտեվ ես անընդհատ գրասենյակում այդ դեպքը պատմում եմ, ռոմանո-գերմանականի ուսանողներից մեկն էր, որ ուզում էր մագիստրոսական ծրագիր գնար սովորել Քեմբրիջում ու եկել էր մեզ մոտ եւ ասենց առաջի երկրորդ բանից հետո, երբ որ ես լսեցի, ասաց ուզում եմ Քեմբրիջում սովորեմ, առաջին 5 րոպեի բանը ձգվեցի, առաջին 5 րոպե ձգվեցի, ում հետ գործ ունեմ լուրջ մարդային մարչև նստած, բայց հետո պարզվեց, որ ինքը չի պատրաստել անգամ անգլերենի միջազգային քննություն, դեռ ինչի պետք էր իրան անգլերեն իմանալու այդ սերտիֆիկատը, հետո պարզվեց, որ ինքը աշխատանքային փորձ ընդհանրապես չունի, ինչի պետք էր այդ փորձը Քեմբրիջում սովորելու համար, բայց ամենա այսպես տպավորված պահը նա էր, որ ասաց
Այսինքն հարցեր էի տալիս, որ հասկանամ ամեն դեպքում որտեղից կարճ եմ, հա, ոնց կարող եմ խորհուրդ տալ, որ Քեմբրիջին պատրաստեմ իրան, ինձ ասաց, խնդրեմ, հա, դրանք ոչ կարևոր հարցեր են, մոգից էի հարցնում, դրանց մասին մի խոսեք, ինձ համար գիտեք ամենակարևորը որն է, ասացի, որը այն վերջում ասում որ գնում ես Անգլիայում ապրելու համար, որ պիտի ընտրես կացարանում թե տանը, խնդրում եմ ինձ լինի տանը, տարբերակը, տանը մնալու տարբերակը, այսպես բոլոր խնդիրները լուծել ենք, մնացել էր տանը մնալը։ Գիտեք ինչ է, էս էլ է էլի ցույց տալիս, որ պատկերացումները բավականին թյուր են դրսում սովորելու հետ կապված։ Մենք բավականին մեծ տարբեր փուլերով ենք ասում, research-ի փուլը, դիմելու գործընթացի փուլը իր բոլոր դժվարություններով եւ ամենավերջում էլ հենց կոնկրետ վիզա ստանալու, այո, կացության հարցերը, կարգավորը եւ այլն փուլը։ Սրանք պիտի բոլոր փուլերը դու հասկանաս, որ դա այդպես փայտիկի միջոցով չի արվում, դա սպասելու փուլեր են, այդտեղ ժամանակի խնդիր կա, այդտեղ կա համբերության խնդիր, այդտեղ կա լինելու չլինելու խնդիր, քանի անգամ ենք ունեցել դեպք, երբ որ վիզան չեն օրինակ առաջի բանով մուտքով մերժվել են, բայց հետո ստացել են այդ վիզան, այսինքն այդ համբերությունը, այդ չգիտեմ, ճիշտ կողմնորոշվելը ինտերվյուին հստակ պատրաստվելը եւ այլն, կարելի շատ բաներ փոփոխել։ Մենք սենց զրույցի ընթացքում իրար զգում ենք, դուք սենց շատ սահուն եկաք մոգին անդրադարձակ, ես ուզում էի ձեզ այս հարցը անպայման տալ, մոգը նույն GPA-ի հետ միջին որակական գնահատականը, շատ ժամանակ մտածում եմ, որ դպրոցում նույն ավագ դպրոցա, որ ավարտում են ատեստատի գնահատականներն ու սովորաբար բակալավրի ուսանողներն, ովքեր ուզում են մագիստրոսական ծրագրում շարունակել կրթությունը, երբեմն այդքան էլ սովորելու տարիներին մեծ ուշադրություն չեն դարձնում այդ իրենց մոգին ու վերջում գալիս են սենց մի հատ փաստի առաջ են շատ վատ կանգնում, որ իրենց մոգը ցածր է ու իրենք ցավոք չեն համապատասխանում, օրինակ տվյալ ծրագրի հավակնորդ չեն կարող դառնալ մոգի պատճառով, բայց իրենք կարևորություն չեն տվել, մտածեն դե լավ շախմատը օրինակ ինձ ինչի է պետք գալու կամ աշխարհագրության գնահատականը, այդ մոգի կարևորության հետ կապված ինչ կասեք, ինչքանով այնքը մեծ դեր խաղում ու ինչքանով է հնարավոր այդ, չգիտեմ, մոգի ցածր լինելը ծածկել ինչ որ այլ բանով։ Նայր, նախ միջին որակական գնահատականը ինչպես է հաշվարկվում, դա շատ հեշտ հաշվարկ է, հա, եթե առարկաները կան, առարկաների կիսամյակային կամ տարեկան ամփոփիչ գնահատականները գումարում ես իրար, բաժանում առարկաների քանակին։ Տարբեր երկրներում տարբեր մոգի ցուցանիշներ կա, 4 բալյան համակարգ կա, 10 բալյան ըստ համակարգի, հա, միշտ հաճախ երեխեքը իրանք ինքնուրույն հաշվարկած գալիս են 4 բալյան համակարգով, ես 3 եմ, հա, այդ ինքնուրույն քայլերը շատ հաճախ կարան եւ չանեն, որովհետեւ բուհերը արդեն մի համակարգից մյուս համակարգի այդ վերահաշվարկները իրանք անում են։ Ինչի է մոգը կարևոր, որովհետեւ անկախ որտեղ ես դու դիմում, ես կարող եմ նորից կրկնվեմ, բայց դա ակադեմիկ հիմքով ես դու ընդունվում, հա, բու, այսինքն դու պիտի կարևորա ցույց տալ ինչ առարկաներ ես անցել, ինչ ակադեմիկ հիմք ունես եւ ինչ մոգ ունես։ Դրա համար բացառապես մոգն է գրեթե ամենակարևոր բանը, որի վրա արդեն ձևավորվում է մնացած բաները։ Այդ մնացած բաներն են մոտիվացիոն նամակը, միջազգային գնահատականը, դա կարա լինի internship-երը, կարա լինի SAT, IELTS, TOEFL, այն ինչը որ մենք բոլորս տեղյակ ենք ու գիտենք ու խոսում ենք։ Բայց եթե մոգը ցածր եղավ, շատ հաճախ դրան լրացնող բանը գալիս է նախապատրաստական կուրսեր ընտրելը, որովհետև այո, որովհետև դու չես կարող IELTS-իդ արդյունքով լրացնել մոգիդ ցածր բարձր լինելը, դու չես կարող մոտիվացիոն նամակով լրացնել մոգիդ ցածր բարձր լինելը։ Կան իհարկե դեպքեր, որ պահանջված սանդղակից ցածր մոգով երեխեք են լինում ու համասարանը ընդառաջա գնում, փոխարեն ինտերվյու աննշանակում, փոխարեն ինչ որ հավելյալ բաներ անում, որ դա ծածկի, բայց հաստատի մոգը շատ կարևոր է եւ դրա համար հա այո հիմիկվանից պետք է Հայաստանի դպրոցներում թե միջազգային դպրոցներում սովորելու ընթացքում շատ ուշադրություն դարձնել թե այո
Լավ սովորել եւ ուշադրություն դարձնել, թե ինչպիսի մոգով ես դու ներկայանալու բուհերին։ Իդեպ նշեմ, որ բուհերի ընդունելության process-ը շատ հաճախ արվում է ավելի վաղ, քան երեխան ատեստատն է ստանում։ Մենք գիտենք դրա մասին էլ, որ դրանք օրինակ պայմանական հրավերներն են, պայմանը նա է, որ երեխան հետագայում ունենա ատեստատը։ Ոչ բոլոր երկրներն է, որ այդ 12-րդ դասարանի գնահատականների կոնկրետ մոգը հաշվի է առնվում, հա, ինքը կարա ունենա կանխատեսված գնահատականն է կոչվում predicted grades, հա։ Կարա ինքը երկրներ կան, որ ինքը ընդամենը պահանջը ատեստատ ունենալն է, ու պահանջում այդ գնահատականը չի։ Օրինակ Անգլիան պահանջ ունի ատեստատ ունենալ, ու ատեստատում տվյալ առարկաների գնահատականը ոչ պակաս լինի, քան օրինակ 13-ը, եթե 20 բայլան համակարգից են գնամ։ Բայց օրինակ Ամերիկան նման պահանջ չի դնում, իր պահանջը ընդամենը ատեստատ ունենալն է։ Դրա համար էլի նորից շեշտադրենք, որ 10-11-րդ դասարանը ամենակարևորն են։ 12-ը էլի լավ է, որ բարձր լինի, որ ուսուցիչները իրենց կանխատեսված գնահատականը բարձր տան, բայց շատ հաճախ 12-ը որոշիչ դեր չի խաղում։ Նախորդ 2 տարին ավելի կարևոր են։ Ամերիկական համակարգը նաև 9-րդ դասարանի գնահատականներն է պահանջում։ Զարմանում եմ, որ ասում են 9-րդ դասարանն էլ է, պետք է ասում ենք, հա, պետք է, մենք չենք ուզում, դա համալսարանի պահանջն է։ Այո, հա, ամերիկական համակարգում մեկ-մեկ անհրաժեշտ է լինում նաև 9-րդ դասարանի գնահատականների ինֆորմացիան տրամադրել եւ ատեստատը իր գնահատականներով։ Ուշադրություն պետք է դարձնեն աշակերտները, ուսանողները լավ սովորեն։ Այո, նաև առարկաների ընտրությունն է շատ կարևոր, որովհետև առարկաների ընտրությունը ինչով է կարևոր, օրինակ գերմանական համակարգը կոնկրետ ուզում է հոսք նշվի եւ ուզում է նշվի բնագիտական թե հումանիտար ուղղությամբ է ուսանողը գնում, ու եթե դու առարկատ արդեն իսկ 10-րդ դասարանում ընտրել ես հումանիտար առարկաներ, այլ ոչ բնագիտական, բնականաբար դու չես կարող բնագիտական ուղղվածությամբ մասնագիտություն ընտրել։ Այո, էս էլ է կարևոր, որ շատ ուշադիր լինեն ուսանողները, որ այդ փուլում ճիշտ հոսքով կարողանան շարժվել ու առաջ գնալ։ Իսկ եթե խոսենք էլի ընդունելության անբաժանելի մասից, դուք էլի թեթևակյորեն անդրադարձաք միջազգային քննությունների մասին խոսենք, SAT, TOEFL, IELTS, երբեմն ուսանողները առանց դեռ ուղղակի որոշել են, որ ուզում են արտերկրում սովորել, մեծ գումարներ են ծախսում ծնողները, պարապում են, չգիտեմ, օրինակ SAT մի բաժինն են պարապում, մենակ մաթեմատիկայի բաժինն են պարապում, ստանում են մաթեմատիկայից տվյալ գնահատականը, բայց այդ ընդհանուր 1600-ը, եթե SAT-ին չեմ սխալվում, 1600-ից, չգիտեմ, ստանում են 700 մաթեմատիկայի բաժինը, հետո գալիս են, պարզվում է, որ 6 ամիս իրենց պարապածը փաստացի ապարդյուն է եղել, որտեվ իրանց full test-ն է պետք, ու իրան կանգնում են փաստի առաջ, որովհետև ժամանակ այլևս չունեն, հաջորդ քննությունը, չգիտեմ, մյուս տարվա մարտին է լինելու, ինչ անել այս դեպքում, որ ուսանողը իր ռեսուրսները ճիշտ տեղում ներդնի ու ճիշտ օգտագործի։ Նայր, խնդիրը նորից կայանում է, թե դու ինչքան խորն ես ուսումնասիրել, թե ինչ համալսարան ես դիմում եւ այդ տվյալ համալսարանը ինչ պահանջներ ունի, հա, որովհետեւ այնտեղ համալսարանի պահանջների մեջ հստակ գրված է, իրանք ուզում են full SAT, չէ, թե SAT մաթեմատիկայի։ Ես չեմ նայում, ուղղակի լսել եմ, որ դրսում պետք է ու սկսում են։ Այո, եւ նաեւ կան երեխեք, ոնց որ նշեցի անցած անգամ, որ IB պարապող երեխեք SAT են պարապում, կան երեխեք, ովքեր որ հումանիտար են դիմում, բայց էլի SAT են պարապում եւ այլն եւ այլն։ Սրանք պետքա հստակ ուսումնասիրի, SAT-ին պարապելուց առաջ արդեն հասկացվի մոտավոր որ բուհերն են դիտարկում եւ ըստ այդ բուհերի համար արդյոք պետքա մեզ SAT մաթեմատիկան պարապել, պետքա full SAT տիրապետել, չէ, ընդհանրապես SAT պետք չի եւ կարելի է այդ ռեսուրսները այլ բանի վրա օգտագործել, որը որ ավելի արդյունավետ կլինի։ Սաթինե ջան, եթե դեմ չեք լինի, մեր արդեն իսկ շատ սիրված խաղով փոքրիկ ընդմիջում անենք, green flag ու red flag-էր։ Ես ձեզ ուղղեմ հարցեր ու դուք ասեք տվյալ, չգիտեմ, իրավիճակը տվյալ case-ը ինքը red flag է համարվում, թե green flag։ Ես ինչի եմ սիրում, որովհետև սպասում եմ ինչ հարցեր պիտի տա, չգիտեմ, ինչ հարցեր ես տալու, ու տենց շատ սիրում եմ այս խաղը, արդեն դարձել է իմ սիրած խաղն էլ, այո։ Ընտիր ժամանակ հատկացնել, չգիտեմ, այդ միջազգային քննություններին նորմալ ռեսուրսներ դնել պարապել, թե հույսը դնել բախտի վրա ու գնալ ասել, թե մի բան կլինի ու վերջում փաստի առաջ կանգնել։
Դրան ոնց պատասխանեմ red flag-ը թե green flag-ը։ Իրավիճակային, այդ իրավիճակը ինքը green flag-ը համարում թե red flag ուսանողի տվյալ հույսը դնել, որ տենց կհանձնես, դա բնականաբար red flag-ը, իսկ այն պարապելը բանը ինձ համար դա բնականաբար դա է միակ flag-ը, որտեղ green ու red չկա։ Առաջին իսկ մշակութային շոկից հետո թողնել ամեն ինչ վերադառնալ Հայաստան, թե փորձել ինտեգրվել ու պայքարել։ Թողնել վերադառնալը red flag է, ինտեգրվել պայքարելը green flag։ 5 տարբեր բուհերի, 5 տարբեր համալսարանների ուղարկել նույն մոտիվացիոն նամակը։ Red flag-ը թե green flag։ Ինձ համար red flag-ը, որովհետև ամեն դեպքում բուհերը իրարից տարբերվում են եւ ունեն յուրահատկություններ, որ պետք է առանձնահատկություններ հաշվի առնել ու մի քիչ էլ աշխատել դրա վրա, մի փոքր հետազոտություն անել, research անել, հասկանալ տվյալ բուհին ինքը ինչ է ուզում քո նամակով ստանալ, հա, ու ըստ դրա ադապտացնել նամակները։ Կարելի է մի նամակը փոփոխման ենթարկել, պարտադիր չի 0-ից բոլոր բուհերին նամակներ գրել, բայց նույն նամակն ուղարկել համալսարանի, ինձ համար նույն նամակ ուղարկելը red flag է, այո։ Դիմել ընդամենը մեկ համալսարան ու չունենալ ոչ պլան B, ոչ պլան G, դիմել ու չգիտեմ։ Red flag, եթե իհարկե քո ցանկությունը արտասահմանում սովորելն է, ապա դու պետք է ունենաս մի քանի պլաններ, մշակած նախապես, եթե չունես, դա իհարկե red flag է, որովհետև դու պարզապես կարող ես մի պահ հայտնվես, որ չունես այլ ընտրանքային տարբերակ։ Ստանալ համալսարանից մերժում, այդ rejection ասվածը ու ծնողներից ցակցնել։ Ընդհանրապես ծնողներից յուրաքանչյուր բան թաքցնել ինձ համար red flag է։ Առաջինը զանգում են մի սաաթին, չգիտեմ, ինչ որ օրինակ, սենց բան է եղել, բայց հələ մամային, պապային չէ։ Հա, կա, չէ, ես իհարկե տենց շատ ընկերական ենք մենք բոլորս բոլորի հետ, բայց այդ թաքցնելը մենք չենք ողջունում որևէ առումով, որևէ բան պետք է ամեն ինչ առողջ լինի, քննարկվի, գալ ընդհանուր հայտարարի եւ բնականաբար հաշվի առնել, որ ծնողը այն մարդն է, որ միշտ ուզում է լավագույնը ուսանողի համար։ Ինչքան շուտ իմանա ինքը դրական, բացական որոշումների մասին, այնքան բոլորով միասին ավելի ճիշտ որոշման կհանգրեն։ Ու վերջին հարցը ռիսկի գնալ ու չգիտեմ վերցնել gap year, որ հասկանաս ուր ես ուզում գնալ, քեզ ինչա պետք դրա համար, թե նվազագույն պատրաստվածությամբ դիմել մտքիդ եկած առաջին իսկ արտերկրում համալսարանը։ Գիտես ինչ, gap year վերցնելը այդ մեր հասարակության մեջ շատ սխալ, այո, անընդունելի է, բայց դա իրականում շատ ընդունելի, շատ ընդունված, աշխարհում ընդունված բան է, հա, երբ որ դու այդ տարվա ընթացքում կարողանում ես ավելի ճիշտ պատրաստվել, ավելի հանգիստ լինել, ավելի քո կյանքից որևէ բան չի գնում, հա, ավելի հասուն դառնալ որոշումներ կայացնելու, դրսում սովորելու հետ կապված։ Դրա համար ես կասեմ, որ gap year վերցնելը ինձ համար green flag է։ Ինձ համար լա green flag։ Այո։ Միջազգային քննությունների մասին խոսելով, մենք նշեցինք այն ինչ-որ կոնկրետ քննություններ, բայց եկեք ավելի ծավալվենք, սովորաբար լինում են բացառություններ, որ համալսարանները հայտնի տարածված քննություններից զատ ինչ-որ այլ պահանջներ ունեն, այդ գործընթացում, չգիտեմ, Edu Network-ը ոնց է օգնում ուսանողին եւ դուք որպես մասնագետ ինչ եք խորհուրդ տալիս, որովհետեւ շատ են կարևորում էլի, երբ գալիս են ձեր լսած ինֆորմացիան իրենք հիմք են որպես ընդունում եւ փորձում են դրանով առաջնորդվել։ Այդ քննությունների մասով մի փոքր կխնդրեմ խոսեք, SAT, TOEFL-ից դուրս ինչ այլ պահանջներ ունենում համալսարանները ու ոնց ենք մենք օգնում։ Շատ լավ։ Դա ամենահայտնի քննության հետ կապված չինական քննությունն է։ Դա ուզում ասեի, որ վերջում անցած տարի իմացանք, որ դա նույն քննությունն է, ինքը SAT-ին փոխարինող քննություն էր, իհարկե SAT-ին 9-րդ դասարանի մակարդակի գիտելիքներն է հիմնականում, իսկ չինական քննությունը CSCA ինքը ավելի շատ 12-ամյա գիտելիքներն է իր մեջ ապահովում, որոշակի գիտական առարկաներից, գիտության առարկաներից, կտորներ կան, կախված թե որտեղ ես դիմում տրամաբանություն եւ այլն։ Տվյալ քննությունները ունենում են հստակ պահանջներ, ոնց կարող է այդ քննությունը անցկացվի։ Edu Network-ը ուսանողներին ուղղակի օգնում է, որ այդ պահանջները լիարժեք բավարարեն եւ կարողանան օրինակ նույն տան պայմաններում քննությունը հանձնեն։ Եթե մենք խոսենք դպրոցական ծրագրերի հետ կապված, արտերկրում դպրոցում սովորելու հետ կապված, մենք նույնպես համագործակցում ենք մեր դպրոցների ներկայացուցիչների հետ, իրենք ուղարկում են թեստերը, մենք Edu Network-ում այդ թեստերը համապատասխան դպրոցի պահանջներին իրականացնում ենք եւ փակ ծրարով ուղարկում ենք, այնտեղ ստուգվում է ու արդյունքներից ելնելով արդեն ուսանողին գալիս է հրավերը։ Ունենք նաեւ համագործակցություններ, որ ավելի հեշտացնում են այդ քննությունները գրանցվելու, ինչու՞ չէ նաեւ
ֆինանսական տեսանկյունից, օրինակ վերջերս դարձել ենք բրիտանական խորհրդի կողմից affiliate member, որը որ մեծ հնարավորություն է տալիս ավելի հեշտ, ավելի հասանելի ձևով գրանցենք ուսանողներին IELTS-ի, ETS-ի կողմից ենք ճանաչված կենտրոն, որի դեպքում բոլոր հայ ուսանողների համար TOEFL-ից գրանցման համար ունենք պրոմո կոդեր, ունենք մոտ 10,000 դրամի զեղչ, այսինքն քննությունը գրանցվելուց իրանք կարող են ուղղակի պրոմո կոդը հավաքել եւ այդ 10,000 դրամ զեղչից օգտվել։ Իհարկե մենք համարում ենք մեծ ձեռբերումներ դա, որտեվ Հայաստանի մասշտաբով ինքը միջազգային ընկերություններ են, որոնք ընկալել են մեր պահանջները եւ ընդառաջ են գնացել մեր պահանջներին։ Մենք նաեւ ուզում ենք ներկայացնել, որ կան ուսուցիչներ, ովքեր կոնկրետ զբաղվում են ուսանողների հետ կոնկրետ թեստը պարապելու հարցով, բայց ուզում եմ նաև ներկայացնել, որ ուսանողները կարող են այդ ամենը նաև ինքնուրույն ունենալ, հա, այդ գիտելիքները ձեռք բերել, որտեղ կան շատ հարթակներ, որտեղից կարելի է նույն mock թեստերը ձեռք բերել, դրա վրա վարժվել, անգլերեն ինքնուրույն սովորել, հա, այսինքն այդ նույն գումարը, որ նշեցիր 6 ամիս, 1 տարի ծախսում է ծնողի կողմից, կարելի է նաև խնայել եւ այդ գումարը չծախսել, դրա փոխարեն ինքնուրույն փորձել այդ քննությունները հասանելի դարձնել։ Որովհետև մենք շատ ժամանակ նույն այդ քննությունների հետ կապված, երբ գալիս են, ասում են, դե դուք չեք պարապում ձեզ մոտ, դե կկիսվեք, ինչ որ չգիտեմ, ձեր խորհրդով մոտ արժի գնալ, մենք որովհետև շատ հաճախ վերջում ծնողները մոտենում են, ասում են, կասեք, մի հատ չգիտեմ, ձեր մոտ SAT կամ TOEFL պարապում են, մենք երբեմն պարզապես մեր փորձից ելնելով այն ուսանողներին, ովքեր բարձր արդյունքներ են ցուցաբերում, մենք ոնց որ ուղղորդում ենք, ասում ենք, կարող եք, չգիտեմ, մի քանի մասնագետի հետ խոսել, ում հետ մեր փորձը հաջող ա եղել ուսանողները բարձր վարկանիշներ են ունեցել, կարող եք խոսել, հասկանալ ու երբեմն հենց այդ մեր խորհրդով գնում են ու իրանց երեխան էլ է հաջողում, այսինքն այդ մասով մենք պարզապես ուղղորդում ենք ունենալով, չգիտեմ, մեր ուսանողների լավ դրական ֆիդբեքները կամ երբեմն բացասական ֆիդբեքները կարողանում ենք արդեն մեր շրջանակն էլ հստակեցնել ու մոտ ուղղորդենք, որ հնարավոր է գոհացնի արդյունքը ու մենք բացառում այդ մասով համաձայն եմ, բայց շատ բարդ բան է որևէ մեկին ուղղորդելը, որտեվ ինչքան ուսանող, այնքան մասնագետ, շատ ինդիվիդուալ մոտեցումներ անհրաժեշտ ուսանողի հետ, դա շատ հետաքրքիր էլի նորից մոտեցումա ճիշտ ուսուցիչ, ճիշտ ուղղորդող ընտրելը, դրա համար շատ լավ կլինի, որ ծնողներն էլ այդ հարցում էլ, հա, մի քիչ ավելի զգոն լինեն, մի քանի տեղ փորձեն ու հասկանան կոնկրետ իրենց երեխայի համար լավագույն տարբերակը ավելի շատ բավարարում, հա, մենք դրա համար միշտ նշում ենք, ասում ենք մի քանի մասնագետ, օրինակ, չգիտեմ, դուք խոսեք, հասկացեք, ում մեթոդաբանությունն ու տեխնիկան ամենահոգեհարազատը ու ուսանողը, որ մասնագետի հետ կկարողանա ավելի լավ, չգիտեմ, լեզու գտնել։ Ես նաև շատ կուզեմ խոսենք այդ կրթական ուղու մասին, այսինքն, չգիտեմ, ուսանողներից քանիսն են գալիս, են շատ ողջավորված, որ որոշել են օրինակ դառնան իրավաբան, գնում են, սովորում են, հետո ինչ-որ ժամանակ հետո հասկանում են, որ չէ, ամեն դեպքում իրավագիտությունը ոլորտը չի, որ իրենց հոգեհարազատ է, ուզում են փոխեն։ Ձեր փորձառության ընթացքում, հա, հանդիպել եք արդյոք նման դեպքերի, որ իրավագիտությունը թող չլինի, չգիտեմ, X մասնագիտությամբ սկսել են, բայց հասկացել են, որ իրենցը չի, ռիսկի են գնացել եւ սենց լիովին իրենց պորտֆոլիոն փոխել են։ Կխնդրեմ խոսեք տոկոսայնությամբ ինչքան հաճախ է նման դեպքեր լինում եւ եթե կհիշեք նման դեպք, շատ կարծում եմ հետաքրքիր կլինի եւ միգուցե ինչ որ մեկին էլ մեր դիտորդներից օգնի։ Նայր, մենք ուզում ենք ամեն ինչ շատ իդեալական լինի ու հա, այո, խորհուրդ ենք տալիս, որ ամեն ինչ անեն, որ մասնագիտական ճիշտ կողմնորոշվածություն ունենանք, բայց պիտի հաշվի առնենք, որ մենք գործ ունենք 16-17 տարեկան երիտասարդների հետ, որոնք փոփոխական են, որոնք կարող են որոշակի տարբեր ու ոչ միայն իրենց մտքերն են փոփոխական, նաև աշխարհն է այսօր փոփոխական, հա, կարա 1-2-3 տարի հետո որոշ մասնագիտություններ արդեն արդիական, արդի չլինեն, փոխարեն առաջ գան նոր մասնագիտություններ եւ այլն։ Ես հիշում եմ տարիներ շարունակ առաջ մի ուսանող ունեցել ենք, որ Բոկոնի համալսարան ընդունվեց, ինքը անգամ առաջին կիսամյակը սկսեց սովորելը, բայց հետո հասկացավ, որ առարկաների տեսանկյունից ինքը չի ուզում, ու մենք իրար հետ նստեցինք ընտանիքի հետ, բավականին տենց խելամիտ ընտանիք էր, հա, որ հաշվի չառավ որևէ բան, որոշեցինք, որ ինքը այդ մի տարին պետքա նորից պատրաստվի ու Ամերիկա դիմենք։ Այսօր ինքը Հարվարդի համալսարանում է սովորում, ու այսօր
որ ինքը ունի իր ուզած մասնագիտությունը, լրիվ շեղված մասնագիտություն, կապ չուներ ընդհանրապես Բոկոնի սովորած մասնագիտության հետ, ու այսօր բոլորս երջանիկ ենք, որ կայացրել ենք այդ որոշումը։ Այսինքն միանշանակ չի, հա, որ եթե մենք ուզում ենք, որ այդպես լինի, եւ մենք ուզում ենք, որ երեխան արդեն իսկ պատրաստ կարողանա գնալ այդ մասնագիտությամբ դրսում սովորել, հենց այդ մեր պատկերացմամբ էլ ամեն ինչ լինի։ Բայց այդ տեսեք միշտ չի, որ ընտանիքը ըմբռնումով է կարողանում մոտենալ ուսանողի կայացած որոշմանը, որովհետև երբ ուսանողը գնում է, բախվում է այդ իրականության հետ, հասկանում է, որ ինքը չի ուզում մնա այդ իրականության մեջ, ինքը չի խորացել, որ տվյալ մասնագիտությունը այն չի, ինչ ինքը ուզում է 4 տարի շարունակ սովորել, ինքը չգիտեմ իր մեջ ուժ է գտնում, որ ուզում է փոխի, բայց ընտանիքը մտածում է մենք ախր այսքան ռեսուրս, այսքան էներգիա, ժամանակ, ֆինանս, որը լիովին նորմալ է ծախսել ենք, բայց դրա հետ մեկտեղ ուսանողը հասկանում է, որ ախր սա ճակատագրական է ու ես չեմ պատրաստվում անել մի բան, որը ժամանակին մտածել եմ, որ այն է, ինչ իմ սիրտն է ուզում, բայց հիմա հասկացել եմ, որ դա այդպես չի, ընտանիքին ոնց բերել այն կետին, որ սա էլ է ոնց որ էկոլոգիական գործընթաց ու որ այդպես էլ է լինում։ Նայ, անցած անգամ էլ մենք էլի խոսեցինք այդ զրույցի հետ կապված, հա, որ պետք է ընտանիքը պարտադիր զրույց ունենա Բայց շատ երբեմն երեխաները խուսափում են, մտածում են, որ ճիշտ չեն ընկալվի ծնողի կողմից կամ չգիտեմ, շատ տարբեր բաներ կա, որ իրանց հետ է պահում այդ անմիջական զրույցն ունենալուց։ Համաձայն եմ, դրա համար էլ որոշումներ տարբեր են լինում, նույնիսկ կան դեպքեր, երբ որ իրանք ստիպված այդ 4 տարին սովորում են ու հետո մագիստրոսական ծրագրի դիմելիս են արդեն փոփոխում ուզում այն մասնագիտություն, ուղղակի ցավոք սրտի մագիստրոսական շատ ծրագրեր պահանջ ունեն, որ բակալավրում համապատասխանեցում լինի, իհարկե հիմա կան նաև ծրագրեր, bridge ծրագրեր են կոչվում, կամրջային ծրագրեր, որոնք որ հնարավորություն են տալիս, անգամ եթե դու բակալավրում այլ մասնագիտությունից լրիվ ունեցել, այդ 1 տարին այդ bridge ծրագրով սովորես, հետո կարողանաս փոխես քո մասնագիտությունը 4 տարի չկորցնես դրա համար։ Այդ տվյալ դեպքերի համար էլ պիտի անհատական լուծումներ գտնել ու հասկանալ ոնց շարժվենք։ Իհարկե երբեք չես կարող ամեն ինչ իդեալականացնել ու կանխատեսել կամ ուզել այնպես լինի, ինչպես որ դու պատկերացնում ես, որ այդպես պիտի լինի։ Դեպքեր կան, որ փաստի բերումով, ընտանիքի դիրքորոշումով եւ այլն դու պիտի ստիպված լինես անել մի բան, որը որ այդ պահին քո ցանկությունը չի։ Կամ թեկուզ ինչ կասեք նրա մասին, որ դուք էլ մենք անընդհատ առօրյա կտրվածքով բախվում ենք այդ իրականությանը, որ գալիս են երեխան ու ծնողը, երեխան սեն շատ ողջավորված, մոտիվացված ուզում է սովորի, բայց ծնողը առաջին միտքն է, որ չէ, դրսում շատ թանկ է, անհնար է, ոնց բերել են մտքին, որ բացի ֆինանսական հարստությունից, հա, մտավոր հարստությունն շատ ժամանակ շատ մեծ դեր խաղում, այսինքն միշտ չի որ համալսարները նայում են միայն ընտանիքի ֆինանսական բյուջեին, այլ նաև համալսարանը կարևորում են, որ ուսանողը մտավոր հարուստ լինի ու այդ կետին ոնց բերել ընտանիքին, որ անհասանելի չի դրսում կրթություն ստանալը։ Դե նորից պիտի այդ անհատական մեր խորհրդատվության միջոցով գալ հասնել նրան, որ իր երեխայի պորտֆոլիոն բավարար է, ակադեմիկ առաջադիմությունը, հմտությունը, կարևոր կարողությունները բավարար են որոշակի լիարժեք կրթաթոշակով տեղ սովորելու համար եւ դա հիմնավորել։ Երբ որ ծնողին հստակ հիմնավորում ես, ինքը արդեն հստակ գիտի իր քայլերի հաջորդականությունը, ինքը արդեն հասկանում է ինչի հետևից է գնում։ Ու ավելի հանգիստ է լինում ու ավելի, այո, կարողանում է հավատալ իր երեխայի ընտրությանը, կարողությանը ու օգնել ու աջակցել։ Էլի նորից գալիս է ամեն ինչը հիմնավորումից, հա, որ դու կարողանաս ճիշտ հիմնավորումներ տաս բոլոր արված քայլերին։ Իսկ այս ամենը սենց սահմանափակելով այդ ամբողջ գործընթացը, հա, չգիտեմ, խորհրդատվություն, քննություններին պարապել, դիմել, պատասխան նամակ ստանալ, ինտերվյուներ, ուսանողական վիզայի դիմելու գործընթացը, այդ ամբողջ փուլերից սենց ամենաստրեսայինը ու ամենա կամ տոկունություն պահանջողը որ գործընթացն է, որ երբեմն սենց փորձում է կոտրել ուսանողին, որտեվ երկար պիտի սպասեն։ Գիտես ինչ, ես կասեի բոլոր փուլերում է սպասման այդ պահը կա ու պետքա հնարավորինս կարողանալ այդ մոտենալ այնպես, որ դու պետքա համբերատար լինես process-ին, որտեվ ինքը բարդ, շատ ծավալուն process է, հա, բայց իմ համար երևի վերջն է դրա համար, այդպես շատ երկար սպասված, անգամ եթե երկար էլ չի լինում, 2-3 շաբաթով ստանում են այդ վիզաները, բայց ինձ համար ամենաանհամբեր
պահը այդ վիզայի ստանալու process-ն է, որտեղ շատ հաճախ դա քեզնից կախված չի, դա քո մի ամբողջ տարվա աշխատանքի արդյունք է դառնում եւ ոչ միայն քո ուսանողի, հա, եւ դա երևի թե շատ երկար իմ համար սպասված շրջանն է լինում։ Չնայած մեկ-մեկ նայում եմ, տեսնում եմ, որ կարող է դա 2 շաբաթեր, բայց ինձ դա բավականին երկար է, ստրեսի է ենթարկում, այո։ Ամառը մեկ-մեկ սկսել եմ չսիրել այդ պատճառով։ Այո, վիզաների պատճառով։ Մանավանդ եթե Հայաստանում գրասենյակը այսպես է, եթե Հայաստանում դեսպանատներ չկան, ստիպված ես լինում Մոսկվա տանել թղթերը, Վրաստան տանել թղթերը եւ այլն հավելյալ խոչընդոտներ։ Իդեպ վիզայի հետ կապված այդ փաստաթղթերի հավաքագրման հետ կապված միշտ չի որ տեն շատ սահուն կերպով անցնում է, դու շատ լավ գիտես, այս վերջերս հիշում ես ոնց էիք Շուշանի հետ վազում, խնդրեմ մի հատ հիշեցնես մեր հանդիսատեսները։ Իհարկե դա կարճաժամկետ ծրագրերի ներ չէ, ճիշտ եմ հիշում, վերաբերում, հա, այո։ Մենք 10 րոպեում հասցրեցինք տարբեր բաներ անել։ Մենք մի ուսանող ունենք, ով ՀՀ քաղաքացի չէր ու ամենավերջին պահին, երբ արդեն թղթերը պետք է ընդունեն, ընդունող հա անձը ասում է, որ գիտեք, մենք ձեր թղթերը չենք կարող ընդունել, որովհետև դուք ինչ որ փաստաթուղթ կա, որը ասենք չեք բավարարում, ասենք ժամին է նայում, ասում է դե այս փաստաթուղթը պետքա Ռուսաստանի դեսպանությունից վերցնեք, բայց դե էլ չեք հասցնի, որովհետև ոնց որ ժամանակ անցել է, չեք վերցնի։ Այդ երեխեն զանգում է Արագին, ասում եմ դու ոչ ման մի ասա, սպասի, մենք մի քանի րոպեից այդտեղ ենք, գնում ենք հասնում ենք, ասում ենք եթե թուղթը կարողանանք բերել, ուսանողի փաստաթղթերը կընդունեք, ասեն շատ թերահավատորեն են մոտենում, ասում են դե եթե հասցնեք բերել, իհարկե չեն կարծում, որովհետև արդեն կեժամ անցել է իրեն ժամանակից ունենք, շատ երկար բան չանեմ, մենք ուղիղ երևի 10 րոպեում Իտալիայի վիզաների կենտրոնից վազում ենք Ռուսաստանի դեսպանատուն, որը քաղաքապետարանի հարևանությամբ է, մենք սենց այնքան վստահ ենք, որ այդ թուղթը անգամ եթե փակա իրանք մեզ ընդունելու են, սենց չգիտեմ ինչ հրաշքով մենք խոսում ենք, ներկայացնում ենք, դարպասը բացում են, ասում են անցեք, սենց բան չի լինում, բայց դες բացառության կարգով ընդունում ենք, մինչև թուղթը տալիս են, ես արագ կազմակերպեմ, որ տվյալ թուղթը թարգման են անգլերեն, ճանապարհին տեսնում ենք այդ աշխատակցին դուրս էր եկել ընդմիջման, ասում ես հասցրեցինք, ասում ենք հասմո սենց բան չի լինում, ես ոնց եկա, դա ասում ենք փաստորեն լինում է։ Գիտես նաև ինչ հիշեցի, որ դու պատմում ես, հիշում ես, որ Գերմանիայի մեր ճամբարի ուսանողներից մեկը ռուսական անձնագրով գիշերը թռիչքներ կար Իրանը առավոտ ամբողջ թիմով կանգնել ենք դեսպանատան դիմացը։ Վիզաների կենտրոն չէ, դեսպանատ, այդ ընթացներ, որ դեսպանատնից վիզա կենտրոն էր փոխվել, բայց այդ երեխու անձնագիրը շատ երկար ժամանակ դեսպանատաններ, մենք թռիչքից երևի 2 ժամ առաջ է երեխու անձնագիրը 2-3 ժամ առաջ քանի ժամ կանգնեցինք դեսպանատան դիմաց վերջում ստացանք։ Նույնն է այդ տղայի դեպքը, որ ասում էի, թղթերը հերիք չընդունեցին, սովորական ժամկետից էլ 40 օրա ոչ հայկական անձնագրերը, հա, երբեմն տևում, մենք ուղիղ 2 շաբաթում իր անձնագիրը դրական պատասխանով 3 վիզա կենտրոնից ստացանք։ Այսինքն այդ գործընթացն էլ պետք է դու կարողանաս շատ ժամանակ արագ գործես, արագ կողմնորոշես, որովհետև երբեմն ինչ որ բաներ կա րոպեների, վայրկյաններում, եթե դու ինչ որ բան սխալ տենց մտածես, որ չի լինի, պիտի մի հատ փորձես, ավելավա փորձես չլինի թեկուզ, քան հետո ասես բավոր։ Եվ նաև կարևոր է, որ մեր տիպի կազմակերպություններին այդ հավատը ներշնչենք ու նաև ցույց տանք մեր աշխատանքով, որ մենք անում ենք ավելին, քան հնարավոր է, բաներ կան, որ մեզնից անկախատեսելի են եւ դա տվյալ պահին պարտադիր չի, հա, որ դա մեր վերահսկողության տակ լինի, բայց մենք ամեն ինչ նորից անում ենք, որ վերջնական արդյունքը ճիշտ ստացվի։ Դե ինչ, ավարտին մոտեցավ մեր թվով երկրորդ ոդքասթը։ Շնորհակալ ենք շատ, որ մինչև վերջ եղաք մեզ հետ։ Իսկ եթե դուք չեք ցանկանում բաց թողնել մեր հաջորդ էպիզոդները, պարտադիր բաժանորդագրվեք EduNetwork YouTube-յան ալիքին, որպեսզի լինեք մեզ հետ։